շատ են հատկապես պատերազմից հետո մտավորականներին մեղադրում են, հալածում են գրավորական կեցվածքի մեջ։ Դուք անձամբ ձեր դիտակետից, ձեր վերաբերմունքը եւ ընդհանրապես մտավորականի դերը հասարակության մեջ։ Դա կաստայա։ Այսինքն այդ մարդիկ են, որ պետք է իրանց ապրելաձևով, իրանց մտածելակերպով լինեն մարդիկ, որոնք ցույց են տալի ինչպես պետք է ապրել։ Առաջնորդ են նաև օրինակ անպայման չի առաջնորդել հենց դրանով, որ ոնց է ապրում։ Անպայման չի որ դուրս գա, ասենք թե միտինգների, չեմ անում ինչ բան, օրինակով, ասելիքով եւ անելիքով։ Ցավոք սրտի մտավորականները շատ քիչ են։ Կարդացած մարդիկ կան, գրագետ մարդիկ կան, բարձրագույն կրթություն ստացած մարդիկ կան, նույնիսկ ակադեմիկներ կարող են, բայց մտավորական չեն։ Որտեղ մտավորական լինելը դա ապրելաձև է։ Եթե դու այդ ձևի չես ապրում, դու մտավորական չես կարող լինել։ Եթե դու այդպես չես մտածում, դու մտավորական չես կարող։ Դու կարող ես քո բնակավարում ինչ-որ փայլուն բաներ անես, բացահայտես, բայց դու մտավորական չես։ Դու մասնագետ ես։ Իսկ մտավորականը դա կաստա է, որը պետք է ապրի, գործի այնպես, որ լինի օրինակ։ Հրաշալի է։ Պարոն Գասպարյան, դուք նաև ձեր անցած ճանապարհն իր հերթին, բայց դուք նաև, այսպես ասած, կենթանի վկա եք շատ լեգենդար մարդկանց, հայտնի արվեստագետների հետ հանդիպումների, այսպես այդ ամբողջ ինֆորմացիան պատմությունները կրում եք ձեր մեջ, որոշ բաներ մեզ հետ էլ կիսեք։ Մեր ունկնդիրների։ Գիտեք, մի անգամ ուրեմն պապազը շատ հետաքրքիր բան ասաց։ Վահրամ Փափազյանը։ Վահրամ Փափազյանը։ Ասում է, եթե դերասանը լեգենդ չի ստեղծում, ինքը պատմությունում կորում է։ Նու ես բան չեմ ասում, այն միտքը, որ ինքը տանում էր։ Իհարկե լեգենդը կառուցվում է։ Եվ առանց դրան արվեստ գոյություն չունի։ Եթե չլինեին լեգենդները, չէր լինի եւ պատմությունը։ Եթե չլիներ պատմական լեգենդները, չէր լինի իրականություն այսօրվա։ Իսկ ինչ պատմեմ։ Սուս Սարգսյանի պատմել, Խորենից Աբրահամյան։ Այդքան են պատմել, բան։ Այն չպատմածներից, այն ոչ հայտնի պատմություններից։ Ինքը շատ միամիտ մարդ էր։ Մի անգամ ասեցի, սոս ասեցի, լորեցիները շաշ են, չէ։ Այդա, ինչ շաշ է, միամիտ են։ Ես էլ ասում եմ, սոս ջան, մեծ մարդ հետ, որ միամիտ է, ուրեմն շաշ է։ Իրանը չէր կարել, միամիտ լինելը։ Այդ ցուրտ ու մութ տարիներին մի անգամ ուրեմն Ղրգեցինք իրան այդ էլեկտրոցանց, որ ասեցին գնա բան արա էլի, ասա գունե մի ժամ ավելացինք, այսօր պրեմիերա է, գունե հանդիսատես այդ լույսի մեջ գնա էլի տուն, գունե այդ լույսը մնա էլի ներկայացումից հետո։ Գնաց շատ լուրջ, հետո մի ժամից եկավ, ասում ենք, հա ինչ եղավ էլի, ինչ եղավ, ասում դե զանգ տվեք, там какой-то Քաղցյան ես։ Вот ему позвоните, и что մեծվա, որը Քաղցյանով, Քաղցյան, զանգ ենք տալիս մենք, Քաղցյանին կարելի է, իր աղջիկների միջած է ժամանակ տնօրենը ինքը զանգ տվեց, նրանք ասեցին, Քաղցյան ախր, դենց մարդ չկա, այն մարդ ասեցի, սոս ասեց նկատ ուներ քաղաքային ցանց, ընդ կրճատել են, ինքն Քաղցյանց է ասել, ասի քաղաքային ցանց զանգ տվեք, դենց էլ եղավ։
այ ինքը մի վարկյան չկար, որ ինքը չկարդար։ Հենց մի քիչ ազատվում էր, ակնոցը հագնում էր ու անջատում էր, ասում ենք սոս, պրիոմ, Խորանում էր ընթերցանության մեջ։ Սոս ամենածանր ժամանակ սկսեց գրել։ Երբ որ ասենք թե շարժվելը դժվար էր իրան հետ կամ նա սկսեց անիմուտ գրել եւ շատ հետաքրքիր գրեց։ Ես հիշում եմ ու ասեց գրողներից էր մեկ ասեց այ մարդ լավագույն տասնյակի մեջ է մտնում մարդը որպես գրող։ Այսինքն այլի գործում էր։ Այդքան մարդու է օգնել, այդքան մարդ է ինքը փրկել։ Ուրեմն իրանք ֆոնդ ունեին, սոսի ֆոնդը ներել է, սիգարետներ էին ստանում պաչկաներով։ Ես սիգարետ է սարքում ենք թութուն էինք, մեզ նվիրել էին, բերդում նվիրել էին, այդ թութունից սիգարետներ էինք անում ու ծխում ենք, իսկ ինքը այն սիգարետներին ձեռ չէր տալ։ Այդ տենց էր ապրում։ Այդ դա է նշանակում։ Մտավորական։ Ոչ մի կոպեկ ինքը ուրիշի չէր վերցնի, բայց օգնում էր։ Ես հիշում եմ ուրեմն մի հատ մարդ էր եկել, թե երեխու ծնունդն է, նվեր ա ուզում առնի երեխուն։ Ինքը ասում է հետո կվերադարձնի, հետո ասում է կվերադարձնի, ասի լավ էլի, տեսել ենք շատ են վերադարձրել, իսկապես շատ ու այդ փողը տվեցինք, ես մարդը կորավ, բայց մի դեպք եղավ, ուրեմն Արցախից կին ու երեխա հայեր, բայց Ռոստովից էր, եթե չեմ սխալվում, ոչմ գնացինք իրա մրտոմ սառանք, ուղարկեցինք, հետը ինչ-որ բան տվեցինք, որ ինքը գնաց, այդ միակ մարդն էր, որ վերադարձավ, Ռոստովից մի 4 տարի հետո եկավ շնորհակալություն հայտնելու։ Սոսն ինձ երջանիկ էր, որտև գիտեք ինչա, ճիշտ է չենք սպասում, բայց դա ուզիչ է, երբ որ մարդը շնորհակալ է լինում։ Ես միշտ ասել եմ, հայր ասում են չէ, լավություն արա ու ջուրը կճտի։ Այդ պրինցիպով ենք ապրում, բայց երբ որ ջուրը չես գցում, հետադարձ շնորհակալություն է ստանում, շատ է գոհացնում, հետը ուրախացնում էլ է նույնիսկ էլի։ Ընդհանրապես գոհունակությունը, երախտագիտությունը ես համարում եմ բազային ամենահրաշալի զգացողություններից ամենակարևոր մի բան։ Իհարկե, ինչ-որ կապ պետք է լինի, եթե դու որպես մարդ ես վերաբերվել իրան, ինքն էլ պետք է որպես մարդ շնորհակալ լինի։ Ես չեմ սիրում մարդկանց, որ անշնորհակալ են, կամ մոռանում են ինչ է արված։ Դա համարյա դավաճանություն է, գիտեք, անշնորհակալ մարդը դա համարյա դավաճան է, որտեղ դավաճանները հիմնականում եղել են անշնորհակալ մարդիկ։ Օրհնանքով էլ կարելի է շնորհակալ լինել, վերջո հիշել այդ լավ գործը, դա արդեն շնորհակալություն է, միշտ չի որ հենց վարձահատույց լինես հենց այդ չափով, բայց կարող ես ուրիշին անելով որևէ ձևով։